Ասում են հնում, շատ հնում, մեր նախնիկ երկնքի 7 լուսատուների օրինակով 7 աստվածություն ունեին, որոնց համեմատելով հայոց լեզվի 7 ձայնավորի հետ է, ա, ի, ե, օ, ը, ու ավելացնում էին արիական տառն ու կոչում արե, արա, արի, արե, արո, արը, արու։ Վաղուց շատ վաղուց, երբ Հայաստանը հին աշխարհի հզորագույն պետություններից մեկն էր ու գահակալն էլ մեր պատմության թերևս ամենապատկառելի ու հայտնի արքա Տիգրան Մեծն էր, մեր թվարկությունից առաջ 85 թվականին Կոմմագենեի կամ Կամախի թագավոր Միրդադ Կալլինիկոսը, Միրդադ հաղթանակողը, իր երկիրը կամովին մտցրեց Տիգրանյան աշխարհակալության կազմի մեջ, պահպանելով թագավորի տիտղոսը։ Նրա մահվանից հետո 15 տարի անց, այսինքն մեր թվարկությունից առաջ 70 թվականին գահ բարձրացավ որդին, Անտիոքոս առաջին Կոմմագենացին, ուղղակի ժառանգորդը հայոց Երևանդունի արքայական տոհմի և թագադրվեց հայկական կամ ինչպես հաճախ ընդունված է ասել, Տիգրանյան թագով։ Սա էլ, այս սարերը, լեռները, դաշտերն ու անտառները մեր հայրենիքի ու մեր պատմության անբաժանելի մասն են։ Հորիզոնում երևացող լեռնաշղթան հայկական Տավրոսն է, որի գագաթներից մեկի Նեմրութ լեռան վրա է գտնվում շատ գիտնականների կողմից հին աշխարհի 8-րդ հրաշալիք համարվող հայոց հին աստվածների սրբավայրը, որի նախաձեռնողը նույն ինքը Անտիոքոս առաջին հայոց արքան էր։ Նեմրութ լեռն է, գտնվում է ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա։ Մեր նախնիները մեզանից ավելի քան 2000 տարի առաջ լեռը բարձրացրել են ևս 50 մետրով, դրսից բերված մանր խճաքարերով ու առանց շաղախի։ Կառուցել են մի կոնաձև բուրգ, որը արդեն 2000 տարուց ավելի է դիմակայում է կլիմայական գրոհներին, չի քայքայվում, չի քանդվում, թե ինչպիսի ճշգրիտ հաշվարկներ են կատարվել, միայն զարմանալ կարելի է։ Արդեն հասել ենք լեռան գագաթը, որի վրա էլ բարձրանում է կոնը։ Այն ըստ մասնագետների տիեզերական սրբազան լեռան և երկրի վրա ապրող մարդկանց ու երկնային աստվածների ուղղակի անմիջական կապի խորհրդանիշն է։ Կոնի արևելյան ու արևմտյան կողմերում էլ Անտիոքոս առաջինը կառուցում է նույնությամբ կրկնվող արձանախմբերը, իրեն անմահացնելու և հայոց աստվածների անունը հավերժացնելու համար։ Ինչպես, ինչ տեխնիկայով, որքան մարդկային ուժով, միայն ենթադրել կարելի է։ Մենք այս պահին գտնվում ենք Սրբազան կոնի արևելյան հուշարձանախմբի դիմաց։ Մի հետաքրքիր փաստ ևս։ Եթե այս ուղղությամբ մի երևակայական գիծ ստանանք, ապա կհասնենք հայոց Սրբազան լեռանը, Մեծ Մասիսին։ Փաստորեն ոչինչ հենց այնպես չի արվել։ Շարունակենք։ Սակայն մինչև շարունակելը մի շատ կարևոր հարց է պետք լուծել։ Բանն այն է, որ թուրքական իշխանությունները առանց հատուկ թույլտվության ու առանց օրինական մուծումների Նեմրութի տարածքում տեսանկարահանումներն ու լուսանկարելը արգելում են։ Զարմանալու ոչինչ չկա իհարկե, մեզ մոտ Հայաստանում էլ այդպես է։ Օրինակ Գեղարդում առանց առաջնորդարանի թույլտվության չես կարող նկարել։ Մենք բնականաբար Թուրքիայում հատուկ արտոնություն ստանալ չէինք կարող, բայց ելք միշտ էլ կա։ Մեր խմբի ղեկավարի հմուտ բանակցություններն ու լավ վերաբերմունքը պատասխանատուն փոխարինում է սիրողական լուսանկարահանման թույլտվությունը հաստատող խորհրդանշական ստացականով, փեշքեշ, այսպես ասած։ Հիմա թողնենք այդ ամենն ու զմայլվենք հրաշքով։
Հուշարձանախմբերի կենտրոնական ու գլխավոր մասում 5 մեծ կոթողներն են, որոնց բարձրությունը պատվանդանով հանդերձ 8 մետր է։ Հուշարձանախմբի ճիշտ կենտրոնում բնականաբար Հայրարայի կամ ինչպես ասում են Արամազդի կոթողն է։ Նա երկնքի ու երկրի արարիչն էր, բոլոր աստվածների հայրը։ Հնում մերոնք հավատացած էին, որ Արն էր ի սկզբանե և Արան էր արարիչ, որ արարել էր աշխարհը։ Արան մեկն էր, աստվածները շատ, որ կատարում էին Արայի կամքը աշխարհի վրա ու կառավարում ամեն մի շարժում, հարաբերություն, միտք, սեր, զգացողություն։ Հայոց նախնիները համոզված էին, որ Արան է միակն ու բացարձակը, աշխարհում ամեն ինչ Արայից է գալիս ու դեպի Արան գնում։ Նա անսկիզբ ու հավերժ է, անսահման ու անժամանակ։ Արա կամ Արամազդա, որ պաշտելի է նշանակում, այսինքն պաշտելի Արա։ Ագաթա Անգեղոսը իր հայոց պատմություն աշխատության մեջ նրան կոչում է մեծն և զարի Արամազդ, զարարիչն երկնի և երկրի։ Հայերը Արամազդի կամ Հայր Արայի պատվին բազմաթիվ սրբատեղիներ են կառուցել, որոնցից գլխավորը գտնվել է Անի կամախում, մեկ ուրիշը Բագավանում, մյուսը Պաղատո լեռան վրա և այլն։ Քրիստոնեություն ընդունելուց հետո ցավոք բոլորն էլ ավիրվել են։ Եվ միայն Նեմրութի վրա է մնացել Հայր Արայի արձանը, հոգ չէ, որ թուրքերն ասում են, թե սա հունական Զևսն է։ Հայրարայի աջ կողմում բնականաբար մեծ տիկին ոսկեծղի մայր Անահիտն է, ամենայն պարկեշտության ու խոհեմության աստվածուհին, մարդկանց բարերարը, հայ ժողովրդի ու հայոց աշխարհի պահապանը։ Մայր Անահիտի կամքով ու օրհնությամբ էին կանայք մայրանում, դաշտերն ու այգիները պտուղ ու բերք տալիս։ Անահիտը Արամազդի կինն էր, մեկ այլ կարծիքով դուստրը։ Նա էր պտղաբերության, մայրության, արգասավորության խորհրդանիշը, մեծն մայրը, ոսկե մայրը, մեծն տիրուհին և այլն, նա փառքն էր մեր ազգի և կեցուցիչ մայր ամենայն զգաստության։ Հնում Անահիտին նվիրված բազմաթիվ մեհյաններ են եղել, որոնց փոխարեն ու նույն վայրում կառուցվել են եկեղեցիներ, որոնց տրվել է Մարիամ Աստվածածին անունը։ Նույն կերպ Անահիտին նվիրված տոները, օրինակ պտղաբերության տոնը, երբ օրհնվում էր խաղողը, դեղցը, թուզը, ավելի ուշ շրջանում վերագրվել են Մարիամին, որ հիմա կոչվում է վերափոխումն Աստվածածնի, սակայն ժողովրդի մոտ հայտնի է խաղող օրհնեք անվամբ։ 5 կոթողներից ձախից առաջինը ինքը Անտիոքոս առաջին արքան է, ինչպես ինքն իրեն է ներկայացրել, մեծն արքա Անտիոքոսը, Աստվածը, արդարադատը, հայտնված Աստվածը, բարեկամը հռոմեացիների և հելլենների, տոհմից արքա Միրդատ հաղթանակողի և թագուհի Լաուդիկեի։ Իդեպ այստեղ արժե նշել, որ սրբավայրում կան ավելի փոքր չափերով հարթաքանդակներ, որոնք ներկայացնում են Անտիոքոսի նախնիներին, հայրական ու մայրական ճյուղերով։ Ինչն է այստեղ հետաքրքիր։ Նա հայրական կողմից իրեն համարում է Դարեհ առաջինի, մայրական Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգորդ։ Սա հին աշխարհում բավական ընդունված հնարք էր, ոմանք նույնիսկ աստվածների ժառանգներ էին ներկայանում։ Այս առումով նշենք, որ վաղուց է ապացուցվել նրա հայ Երվանդունի լինելը։ Նրա նախապապը հայոց Երվանդ III-ն էր, ով մեր թվարկությունից առաջ 331 թվականին տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտից հետո անկախ պետություն հռչակեց Մեծ Հայքը։ Գլխավոր կոթողներից չորրորդը երկնային կենսատու լույսի, արեգակի, արդարության, կարգ ու կանոնի աստված լուսաճաճանչ Մեհրն է։ Արամազդի որդին, հայոց ամենասիրելի աստվածներից մեկը, որի պաշտամունքատեղիներ նույնպես շատ կային Հայաստանում։ Իդեպ նշենք, որ մեզ քաչ հայտնի Գառնիի տաճարն էլ Մեհրի սրբատեղի է եղել ժամանակին։ Մեհրի անվան հետ է կապվում հայերեն Մեհյան բառը, որ նշանակում է տաճար, սրբատեղի։ Իդեպ Անտիոքոս առաջին Կոմագենացի արքան իրեն համարում էր Մեհր Աստծո երկրային մարմնացումը,
այսինքն ինքն էր կարգավորում աստվածային օրենքները երկրի վրա եւ հետևում արդարությանն ու արդարադատությանը։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, Մեհր Աստծո պաշտամունքը իր արտացոլանքը գտել է նաև Սասնա Ծռեր էպոսում, իդեմս մեծ եւ փոքր մեհերների։ Հայ ժողովուրդը պահպանել է մի ավանդապատում, որ Մեհրը ծնվել էր ժայռից ու վերջում էլ մտել այնտեղ, ապա համբարձվել երկինք եւ վերևից 6000 աչք ու ականջով հետևել երկրային բարի արարածներին։ Հուշարձանախմբի կոթողներից մի քանիսում պատկերված են Անտիոքոս առաջինի եւ աստվածների ձեռք սեղմումները, որոնք խորհրդանշում էին աստվածների կողմից հովանավորված լինելն ու աստվածային օրենքներով ղեկավարվելը, ապրելը։ Եվ եթե Անտիոքոսը Մեհրից ստացել է երկիրն ու սեփական ժողովրդին արդարամտորեն ղեկավարելու խելք ու ձիրք, խոհեմություն ու կամք, ապա զորություն եւ ուժ նրան պարգևել է հայոց աստվածներից Վահագնը։ Գլխավոր հուշարձանախմբի 5-րդ կոթողը մարմնավորում է ռազմի աստված Վահագնին, կայծակի ու ամպրոպի տիրակալին։ Նա ով ծնվել էր երկնքի, երկրի, ծովի երկունքից։ Դեռ դպրոցական նստարանից հիշում եք, չէ՞, բոցավառ մորուքով, արեգակնափայլ աչքերով, երկներ երկինք, երկրներ երկիր, երկներ եւ ծով ընծիրանի։ Վահագն էր հայոց արքաներին ու հայոց երկրին քաջություն ու հաղթանակներ պարգևում։ Վահագնը երբեմն պաշտվել է նաև որպես կրակի ու արևի աստված։ Ղևոն Դալիշյանը հին հավատք աշխատության մեջ գրում է, որ ոմանք զարեգակն պաշտեցին եւ Վահագն կոչեցին։ Մատենագիրների վկայությամբ նրա գլխավոր մեհյանը գտնվել է Աշտիշատում եւ չափազանց հարուստ էր ոսկով ու արծաթով։ Գրիգոր Լուսավորիչը մեծ դժվարությամբ կործանեց այն, որովհետև հեթանոսները մեծ հերոսությամբ պաշտպանում էին իրենց սիրելի Աստծո մեհյանը։ Թե ինչպես, ինչ հրաշքով փրկվեց Նեմրութի սրբատեղին, ստույգ բացատրություն չկա։ Անցան դարեր ու հազարամյակներ, փոխվեց հայոց կրոնը ու հին աստվածների սրբավայրը մոռացության մատնվեց։ Ժամանակն ու բնությունը իրենց գործն արեցին, դարերով մարդու աչքից թաքցնելով սրբավայրը։ Պատմության ասպարեզից վերացավ նաև Կոմմագենե պետությունը։ Մեր թվարկությունից առաջ 66 թվականին Արտաշատում կնքված պայմանագրով ավարտվեց Հռոմեա հայկական պատերազմը, որով ջլատվեց հսկայական տարածքներ ընդգրկող հայոց երբեմնի հզոր ու ընդարձակ պետությունը։ Կոմմագենեն նույնպես ճանաչվեց անկախ թագավորություն։ Արքա Անտիոքոս առաջինը վախճանվեց մեր թվարկությունից առաջ 34 թվականին ու բնականաբար թաղվեց իր իսկ կառուցած կոնի տակ։ Կոմմագենե պետությունը նրանից հետո գոյատևեց ընդամենը մոտ 1 դար։ Մեր թվարկության 72 թվականին հռոմեացիները գրավեցին թե Սամոսատ մայրաքաղաքը, թե ամբողջ Կոմմագենե կամախը։ Նեմրութի սրբավայրը հայտնաբերվել եւ մասամբ պեղվել է ընդամենը 19-րդ դարում, մաքրվել ու վերականգնվել արդեն 20-րդում։
Պահպանվել են նույնիսկ դրա կինոնկարահանումները, որոնք, ինչպես ասում են, ձեռքի մեկ հպումով կարելի է գտնել համացանցում ու դիտել։ Nemrut Dağı Tapınağı tarihi kaynaklara göre Թուրքերենով ընթացող մեկնաբանությունը թերևս այս պահին կարևոր չէ։ Բնական է, այնտեղ հայոց թագավորության, հայության ու հայոց աստվածների մասին չի խոսվում։ aralarında UNESCO'nun da bulunduğu birçok Հիմա Նեմրութի սրբավայրը կարևորագույն տեղ է զբաղեցնում թուրքական տուրիստական երթուղիներում։ 1987 թվականին այն ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Հրաշալի, գրեթե անթերի ճանապարհը հասցնում է մինչև վերջին բարձունքը, որտեղից մինչև սրբավայր 200-300 մետր է ընդամենը, որ ոտքով հաղթահարվում է մոտ 10 րոպեում։ Կա նաև ավանակի տարբերակը, բնականաբար համապատասխան վճարի դիմաց։ Ինչպես նշեցինք, Սրբազան կոնի երկու կողմերում էլ նույն հուշարձաններն են, որոնք պատկերում են հայոց աստվածներին, արքային ու նրա նախնիներին, նաև թագավորության զինանշանները, արծիվ և առյուծ։ Առավել ներկայանալի տեսք ունի Արևելյանը։ Վերջերս թուրքական որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե մտադրություն կա արձանները տեղափոխել հարթավայր ու տեղադրել Ադիյաման քաղաքի պատմության թանգարանում։ Դա իհարկե կլինի մեծ սխալ, սակայն մենք բնականաբար ոչնչով խանգարել չենք կարող։ Մնում է միայն հուսալ, որ ընդամենը անհաջող ու չընդունված առաջարկ է եղել։ Չնայած մի փաստ այնուամենայնիվ մտորելու և անհանգստանալու առիթ տալիս է։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Նեմրութի սրբավայրի բազմաթիվ լուսանկարներ կան հրատարակված։ Դրանք իհարկե տեղ են գտնում նաև նույն թուրքերի հրատարակած շքեղ տուրիստական ալբոմներում։ Հիմա բացենք և բազմաթիվ լուսանկարների շարքում նայենք այս մեկը։ Առյուծի հարթաքանդակ է, աստղեր։ Ընդհանուր առմամբ սա առյուծի համաստեղության խորհրդանիշն է։ Մյուսում նույնպես կա։ Ավելի լավորակ, ավելի գունեղ նկար։ Ահա առյուծը։ Ինչու՞մն է բանը։ Այս հարթաքանդակը ու նաև հարևանությամբ գտնվող ևս երկուսը ժամանակին տեղադրված են եղել արևմտյան հարթակում։ Մեր այցելության օրը դրանք չկային։ Ուր են տարել, ինչու, բնականաբար մեզ հայտնի չէ։ Նեմրութի սրբավայրում իսկապես հզորության ու մեծության շունչ կա, որով հազարամյակներ առաջ ապրում էին մեր մեծ ու հզոր նախնիները, ում հովանի էին ոչ միայն աստվածները, այլև երկրի խորհրդանիշ կամ զինանշան դարձած արծիվն ու առյուծը, որոնք միայն ապրելու ունակ ժողովրդին բնորոշ հիշողությամբ հասան մեր օրերը և տեղ գտան նաև մերօրյա Հայաստանի զինանշանին։ Մի տեսակ փառավորված, ներշնչված, գոհունակությամբ ու մի շատ կարևոր գործ կատարած մարդու հպարտ զգացողությամբ էլ հրաժեշտ ենք տալիս Նեմրութ խորհրդավոր լեռանն ու իջնում հարթավայր, ուր իր խաղաղությամբ արդեն որերորդ անգամ մեզ դիմավորում է դրախտային եփրատ գետը։ Ասում են ջուրը հիշողություն ունի, ես չէ, գիտնականներն են ապացուցում։ Տեսնես կգա մի օր, երբ կխոսի նաև եփրատը։ Կպատմի եղած չեղածի, անցած գնացածի մասին, որ գուցե դաժան, ողբերգական, տխուր ու թախծոտ, բայց դասեր տվող և ուսուցանող կլինի։ Իրիկնանում է, 10-րդ տանը խորհրդանշական ճամփորդության ևս մեկ օր ենք ճանապարհում։
Մայր մտնող արևը կարծես օրվա տեսածը յուրացնելու, ընկալելու, հանգստացնելու համար է գույները մեղմացրել ու սկսել մեկ այլ, հին ու բարի պատմություն։ Հնում, շատ հնում հայոց նախնիները երեխաներին քնեցնելիս պատմում էին, որ արևը գեղեցիկ պատանի է ու մոր հետ բնակվում է հեռու աշխարհի ծայրին։ Ամեն օր արևը սլանում է երկնակամարով և երեկոյան գնում հանգստանում մոր գրկում։ Արշալույսից առաջ հրեշտակները արևին հանում են անկողնուց, հագցնում հրեղեն զգեստներ, հարդարում մահիճը, արևը լվանում է երեսը, ջուրը դեմքից ցայտում է չորս դին, սարուդաշտ ծածկում ցողով։ Բոլոր թռչունները ցողի սրսկումից թափվում են քնից, արթնանում, բներից վեր թռչելով սկսում երգել ու ծլվլալ։ Արևելքում գտնվող հսկա լեռան տակից նախ ելնում են արևի 12 թիկնապահները, բոլորը սևագույն արաբներ, ճառագայթի նման լուսեղեն ճիպոտներով հարվածում են սարին, որը խոնարհվում է և ցածրանում։ Մյուս բոլոր սարերն էլ իրար հետևից իրենց գլուխն են խոնարհում արևի առաջ։ Հանկարծ այդ պահին սարերի թիկունքից երևում է արևի ոսկե գլուխն ու հրեղեն մազերը, և նա բարձրանում է երկնակամար։ Հայոց աշխարհում առավոտ է։ Բարև, բարի արև։ Ծովքը հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկն է։ Այսօր էլ առավոտները այստեղ բացվում են ճիշտ այնպես, ինչպես 100, 1000 ու 10,000 տարի առաջ էր։ Միայն թե չկան այստեղի բնիկները, հայերը, որ դեռ 10,000 տարի առաջ էին արևին ամեն օր քնից արթնացնում, արդար աշխատանքով ուղեկցում երկնակամարով ու ամեն իրիկուն փառք տալով Արարչին ճանապարհում խաղաղ հանգստի։ 1000 տարի առաջ էլ ամրոցներ, քաղաքներ, շեներ ու տաճարներ էին հիմնում, երկրպագում բարձրյալին, քրտինք թափում ու ծաղկեցնում երկիրը։ 100 տարի առաջ բահը մարգուն թողած, գործը կիսատ, վիզները ծուռ հեռանում, անիծելով սեփական բախտը, սակայն կրկին դիմում Աստծուն վերստին վերադառնալու փափագով։ Ծովքը հայաստանյան հայտնի լճերից է։ Ճիշտ է, այնքան մեծ չէ, որքան ասենք Վանը, Սևանը, բայց ընդհանուր առմամբ այն էլ հայկական չափանիշներով փոքրիկ լճակ չէ, անունն էլ նույնն է ասում՝ Ծովք, ծովեր։ Գտնվում է Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիդ գավառում, հայկական Տավրոսի մոտավորապես կենտրոնում ծովի մակերևույթից 1223 մետր բարձրության վրա։ Տեղավորված է լեռնային փլուզումներից առաջացած գոգավորությունում, որը լցվում է նույն Տավրոսի հալոցքներից սնվող մոտավորապես 2000-3500 մետր բարձրությունից խորը կիրճերով իջնող բազմաթիվ առվակների սառնորակ ու զուլալ ջրերով։ Բնականաբար լճի ջուրը քաղցրահամ է, որ կյանք է տալիս բազմաթիվ ձկնատեսակների, սրանք էլ հավքերի ու թռչունների։ Վաղորդյան տեսարանը բնականաբար հրաշալի է մի տեսակ դրախտային։ Իզուր չէ, որ հենց Ծովք լճից է սկիզբ առնում աստվածաշնչյան դրախտի 4 գետերից մեկը՝ Տիգրիսը, ավելի ճիշտ արևմտյան Տիգրիսը, որն ունի նաև Արգանա անունը։ Սա միանալով Զիբենե վտակին մտնում է բնական թունել ու դուրս գալիս վերին կամ հայոց միջագետ։ Ժամանակին Գարեգին Սրվանձտյանը Տիգրիսի ակունքը նկարագրելիս օգտագործել է ոսկեղեն մի երկիր բառակապակցությունը, ինչի հետ բնականաբար չհամաձայնել չենք կարող։ Մեր օրերում արդեն իր գեղատեսիլ լողափերի, հանգստի գոտիների, ջրային մարզաձևերով ու մարզական ձկնորսությամբ զբաղվելու հնարավորությունների ու առաջին հերթին մաքրամաքուր ջրի շնորհիվ Ծովքը, որին թուրքերը տվել են Հազար անունը, ստացել է Եվրոպական բնապահպանության և կրթության կազմակերպության երկնագույն դրոշակ
պատվավոր մրցանակը։ 1000 պապակ կոչվող լեռներն ու ծովք լիճը ծագող արևի հետ իսկապես ցնցող տպավորություն են թողնում։ Իզուր չէ, որ ժամանակին Բարսեղ առաջին անեցի հայոց կաթողիկոսը Անի քաղաքում ստեղծված անապահով կացության պատճառով ապաստանել է ծովքի իշխան Ապիրատ Պահլավունու մոտ և 1062 թվականին այս կողմերում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին դարձրել կաթողիկոսանիստ։ Եկեղեցին տեղակայված է եղել նույն ծովք անունը կրող գյուղում, որի 60 տուն բնակիչները տեղահանվել ու բնաջնջվել են 1915-ին։ Ծովքում է ձեռնադրվել նաև նրա հաջորդը Գրիգորիս 3-րդ Պահլավունին, ում պատմությանը հակիրճ անդրադարձել էինք, երբ ճամփաները մեզ հասցրել էին Հռոմկլա։ Նրա կրտսեր եղբայր ու ապագա կաթողիկոս Ներսե Շնորհալին նույնպես ծնվել է Ծովքում։ Մենք, հայ զբոսաշրջիկներս, Ծովք գեղեցիկ լիճը տեսանք ու Մերձափնյա Իջևանատանը գիշերեցինք Խարբերդ քաղաք ուղևորվելիս, որ այստեղից շատ հեռու չէ, ընդամենը մի 10 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ու մինչ քարտեզը կուսումնասիրենք, Խարբերդի ու Ծովքի մասին ինչ-որ աղոտ դրվագ եմ հիշում, բացում համակարգիչն ու ցնցվում։ Այդ օրը ուղեկիցներից ոչինչ չասացի։ Հիմա եմ բառացիորեն մեջբերում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ընթերցածս։ Հայ երեխաներին բնաջնջելու թուրքական կառավարության քաղաքականությունն ավելի ցայտուն դրսևորվեց տեղահանությունից հետո, երբ ցեղասպանության հետևանքով որբացած բազմաթիվ երեխաներ հավաքվեցին։ Այս երեխաների համար թուրքական կառավարությունը որոշ բնակավայրերում որբանոցներ բացեց։ Դանիացի միսիոներուհի քույր Մարչերը եղավ կառավարության Խարբերդում հիմնած նման մի որբանոցում և զարմացավ, թե որքան խնամված էին 700 երեխաները, բայց մի քանի օր անց, երբ նա կրկին այցելեց որբանոց, տեսավ, որ 700 որբերից մնացել էին 13-ը, մյուսները անհետացել էին։ Պարզվեց, որ երեխաներին տարել են Ծովք, Գյոլջուկ լիճ և խեղդամահարել։ Միթե հենց այս կողմերում, ուր մենք ընթրել, գիշերել, նախաճաշել ենք, չէ որ քաղաքին ամենամոտ ափամերձ տարածքը սա է։ Ծովքում մնալն այլևս անկարելի է։ Ծովքը արդեն խեղդում է։